Ժողովուրդ ջան, չստացված նախարար Գևորգ Պապոյանով հայտնի իր սուտ խոսալով, այս անգամ ստերի հերը վերջնականապես անիծեց։ Ասում է, որ հեծի մեր սակագնի, այսինքն իմ, ձեր, տան, լուսի փողի մեջ մտնում է հեծի վերցրած վարկերը կամ ինչ-որ տոկոսներ եւ այլն։ Սուտ է խոսում։ Ուղղակի սուտ։ Ժողովուրդ ջան, ուրեմն կա մեթոդիկա պետության կողմից սահմանված հոսանքի սակագնի իմ, ձեր, տան, լույսի սակագնի մեթոդիկա, որը պետությունն է կազմել, պետությունն է գրել, որտեղ որ չկա գետ մի կետ, որտեղով որ երևում է, որ հեծի վերցրած վարկերի տոկոսները ներառվում են մեր, ձեր տան, լույսի փողի մեջ։ Չկա այդպես բան։ Սամվել Կարապետյանը վճարում է իր միջոցներից, իր գրպանից։ Այսքանը ֆիքսեցինք, բայց այս երիտասարդի նմանների այդ փոքրիկ խմբակի մեր վզին բերած 13 միլիարդ դոլար պարտքը վճարելու եմ ես, իմ երեխեքը, դուք ու ձեր երեխեքը։ Էդ էլ ֆիքսեք։ 2016 թվականից մինչ օրս 200 միլիարդից ավել ներդրում Սամվել Կարապետյանը արել է կործանման եզրին կանգնած հեծը ոտքի կանգնեցնելու համար։ Ժողովուրդ ջան, հաջորդ հարցը։ Ուրեմն այս տղան ինչ է ասում։ Ասում է 6.4 միլիարդ վերցրել են, անտոկոս տվել են մի այլ կազմակերպության, հետո հետ են վերցրել։ Ուրեմն տեսեք ոնց է։ 6.4 միլիարդ դրամ հեծը տվել է իր մայր սեփականատեր կազմակերպությանը։ Իր սեփականատեր կազմակերպությանը 1 ամսով անտոկոս տվել է, հետո հետ է վերադարձրել։ Եվ ինչ եղավ։ Ոչ մի բան, ոչ իմ վրա ազդեց, ոչ ձեր վրա ազդեց, ոչ հեծի որևիցե ինչ-որ մի բանի վրա ազդեց։ Տղա ջան, դու ոնց որ ոչ տնտեսագիտությունից, ոչ մի բանից, որ իրականում տեղեկություն չունես, գիտելիքներ չունես, դու ոնց ես քո այդ պաշտոնում աշխատում, չնայած տեսնում եմ ոնց ես աշխատում, ինչ կա չկա պրավալ ես տվել արդեն։ Այս ամբողջ իր ելույթի ժամանակ մի ճիշտ բան ասել։ Կառավարությունը վերցրել է հեծը։ Միակ ճիշտ բառը, որ դու ասել ես։ Դա եղել է քաղաքական պատվեր, որը որ կատարել եք։ Թալանչին ու կողոպտողը հենց դուք եք, ձեր թազա հարստացածներով, պետական բյուջեն կերածներով, պետական պարտքը շատացրողներով, դու ավելի լավ էր մնայր գոտիդ ծախեր, այդ գործը նորմալ է իրանում։ Մենք հիմա այսքան պետական պարտք վզներից չէինք ունենա։